Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքն է եւ ես Արման Աբովյանը։ Շնորհակալություն ձեր նամակների, ձեր հետադարձ կապի համար եւ այսօր քննարկելու ենք այն թեմաները, որոնց մասին դուք, հենց դուք հարգելի հեռուստադիտողներ, շատ հարցեր եք տալիս, նամակներ եք գրում։ Այսօր խոսելու ենք վիզաների խնդրի մասին, այսինքն վիզաների մերժումների, որոնք ստանում են մեր քաղաքացիները հիմնականում եվրոպական դեսպանատներում եւ Միացյալ Նահանգների դեսպանատանը եւ կխոսենք տրանսպորտից, այո ավտոբուսներից, այո այդ հերթերից, այո այդ ուղղակի անելանելի իրավիճակից, որը ստեղծվում է քաղաք Երևանում այն ժամանակահատվածում, երբ որ մարդիկ գնում են աշխատանքի կամ աշխատանքից վերադառնում են։ Եվ մեր այսօրվա առաջին հյուրը զբոսաշրջության, նորարարության եւ զարգացման Ֆեդերացիայի նախագահ Ալինա Պետրոսյանը։ Բարև ձեզ Տիկին Պետրոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Տեսեք, խնդիրը ինչու՞մն է։ Խնդիրը նրանումն է, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Շենգեն վիզաները ստանալու համար կամ առհասարակ վիզային գործընթացների մեջ խճճվել են մի իրավիճակի, համաձայն որի մերոնց վիզա չեն տալիս։ Այդ սենց է, ես ընդհանրապես փոխանցում եմ այն, ինչ մարդիկ ասում են։ Ընդ որում զուգահեռաբար իբր ինչ-որ վիզաների ազատականացման մասին է խոսք գնում, բայց ինչքան այդ վիզաների ազատականացման մասին խոսքը գնում է, այդքան ավելի լրջանում եւ բարդանում է վիզաների, հա, առհասարակ այդ վիզային գործընթացը ինչ է կատարում։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար ու այս կարևորագույն թեման բարձրաձայնելու համար։ Մենք բազմիցս մեր ոլորտով, տուրիզմի ոլորտով փորձել ենք այս հարցը բարձրաձայնել։ Այո, ցավոք սրտի այսօր անկախ նրանից, որ խոսվում է վիզաների ազատականացման մասին, իրականում գնալով ավելի ու ավելի բարդանում է վիզա գործընթացները։ Ու խնդիրը սկսում է ոչ թե այն փուլում, երբ պետք է մեր քաղաքացին ստանա վիզա, այլ սկսում է այն փուլում, երբ պետք է դիմի վիզայի, այսինքն առաջի փուլից սկսած մինչև վերջին փուլ մենք ունենք խնդիրներ, սկսված վիզա ժամադրություններից, սկսած փաստաթղթերի ընդունման ընթացակարգից, վիզա ստանալուց, անգամ վիզա մերժման դեպքում մենք չունենք հստակ որևէ բացատրություն, թե այդ մարդկանց ինչու են մերժում վիզաները տրամադրելու հարցում։ Ու այս վերջերս, եթե նկատել եք, համարյա բոլոր դեսպանատները բացառությամբ մի քանիսից, բոլորը անցել են վիզա կենտրոնների հետ աշխատանքի ու ցավով կարող եմ նշել, որ վիզա կենտրոնները դարձել են ավելի շատ բիզնես կենտրոններ, որովհետև այդ ժամադրությունները դարձել են մի պատուհաս մեր բոլորի գլխին ու կարող ենք ասել, որ դա ավելի շատ ներդրված է մարդկանցից հավելյալ գումար շորթելու, քան վիզա process-ը հեշտացնելու համար։ Վիզա կենտրոնները չեն իրենց, ну, սենց ասեն, գործառույթը, որ ավելի հեշտացնեն process-ը, չեն հեշտացնում, հա։ Բացարձակապես։ Վիզա կենտրոնների ստեղծման իմաստը որն էր, քանի որ դեսպանատները ունեին սահմանափակ թվով աշխատակիցներ եւ կարողանում էին ընդունել սահմանափակ թվով զբոսաշրջիկների, ովքեր դիմում են վիզայի, վիզա կենտրոնները ստեղծվեցին նրա համար, որ այդ տեղերը շատանան։ Բայց մենք կարող ենք արձանագրել, որ միջև COVID-ը իրականում, սա էլ եմ ուզում արձանագրել, միջև COVID-ը եւ միջև պատերազմը այս խնդրահարույց իրավիճակը չկար։ Խնդրահարույց իրավիճակը առաջացել է COVID-ից եւ պատերազմից հետո։ Պատերազմից հետո միանգամից ոնց որ արհեստականորեն այդ խնդիրը առաջացավ։ Խնդիրը մենք ենք, տեսեք, կարևոր է ներողություն, որ ընդհանրապես Տիկին Պետրոսյան, այստեղ պետք է հասկանալ, կարևորը մեղքը մերն է, այսինքն քաղաքացիներինն է, որ օրինակ թերի փաստաթղթեր են ներկայացնում, հա, եսի նկատի ունեմ այդ ամբողջ տարափը մերժումների։ Թե ի վերջո սա Եվրոպայի, հիմա Եվրոպայի մասին ենք խոսում, պարզա Ուգանդա ու Նիգերիա ոչ մեկն այնպես խնդրեմ չունի վիզայի հետ, հա։ Թե Եվրոպայի նոր
էմիգրացիոն, օրինակ, քաղաքականության հետ է կապված, թե դա սուբյեկտիվ ամեն պետություն, օրինակ Ֆրանսիա, Հունաստան, Գերմանիա, Իտալիա, իրանք են sense դիտարկում ոնց անեն, ինչ անեն։ Խնդիրը ինչու՞մն է։ Ես կարծում դա քաղաքականության խնդիր է։ Ես չեմ կարծում, որ դա փաստաթղթային խնդիր է, որովհետև փաստաթղթերի ցանկը հստակ տրված է ու ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ համապատասխան փաստաթղթերը հավաքագրելով դիմում են, անգամ մարդիկ, ովքեր ունեցել են նախկինում վիզաներ, անգամ մարդիկ ու մուլտիվիզաները նոր են վերջացել ու իրանք երբեք ոչ մի խախտում չեն արել, բայց դեսպանատները մերժումներ են տալիս։ Ու ոչ միտեղ ոչ մի բացատրություն չի տրվում, թե ինչը հանդիսացավ պատճառ, որ այդ մարդու մերժումը տրվի դեսպանատան կողմից, հա, այդ երկրի, դա դառնում է, որ հատուկ քաղաքականություն է հենց մեր Եվրոպան դեպի Հայաստան կողմնակալ քաղաքականություն է վարում։ Եթե դիտարկենք այդ տեսանկյունից, միգուցե հա, միգուցե նորից եմ ասում, միգուցե ուղղակի բիզնեսի տարբերակա, որ նորից դիմեն, քանի որ դարել է ահռելի գումարներ, նորից օրինակ, եթե բերեմ թող ինձ դեն Հունաստանի դեսպանատունը այս տարի խայտարակ իրավիճակ էր, բոլորին անխտիր մերժում էր, բոլորին, ու այդ մարդկանց վիզաների վերանայում բողոքով, կռվով, ով գնում էր իր վիզայի հետևից, այդ մարդկանց տրամադրում էր։ Անգամ ավելին ասեմ, իր մերժումից հետո, երբ որ բողոքողը մի քիչ հանրային դեմք էր լինում, հա, դերասան էր լինում, քաղաքական գործիչ էր լինում կամ ինչ-որ մի բան, միանգամից մուլտի էին տրամադրում։ Բա այդ ոնց ստացվեց, որ այդ մարդը նույն թղթերով, որ առաջի անգամ դիմել էր ու դուք չգիտեիք ինքը ով էր, դուք մերժել եք, բայց աղմուկից հետո միանգամից մուլտի եք տրամադրում։ Ահա, այսինքն մենք ունենք այստեղ կողմնակալ վերաբերմունք, սենց ենք ֆիքսում։ Տեսեք, վիզային քաղաքականությունը տարբեր պետությունների, մասնավորապես եվրոպական պետությունների, որքան էլ իրանք մի Շենգեն գոտու մեջ են, ինքը տարբեր է։ Հունացին իրա, հույնը իրա, տեսանկյունից անայում ֆրանսիացին իրա, տեսանկյունից խոսքը, մասնավորապես կոնսուլների մասին, հա, օրինակ Իտալիայի կոնսուլը, չգիտեմ, հա, Շվեդիա եւ այլն։ Այստեղ խնդիրը ավելի խորքային է։ Դուք նշեցիք, որ քաղաքական միգուցե նկատառում կա։ Ես հիմա չեմ ուզում այսօրվա մեր զրույցը քաղաքականացնեմ, բայց այնուամենայնիվ չեմ կարող չհիշատակել մի գործընթաց, որի մասին ամեն մի ներողություն հարդուկից այսօր գոռում են։ Խոսքը գնում է վիզաների ազատականացման մասին։ Ժորժ ջան, եթե վիզաների, ես ուզում եմ հասկանալ, դուք եք մասնագետը, ուզում եմ հասկանալ, եթե մենք գնում ենք դեպի վիզաների ազատականություն, որը ըստ իս միայն եւ միայն տուրիստական ոլորտի համար աշխատում, այսինքն մարդ չի կարա գնա օրինակ ազատականացված վիզայով Ֆրանսիա, բաժանաղի մոտ գարաժում աշխատի, ուղղակի չի կարա։ Հիմա իմիջիայլոց ավելի հեշտ է լեգալիզանալ Եվրոպայում, քան վիզաների ազատականությունից հետո, բայց դա չի խնդիրը, տեսեք, բայց ոնց է ստացվում, որ մի կողմից իբր գնում ենք դեպի վիզաների ազատականություն, առավոտից երեկո իշխանությունը թմքահարում է դրա մասին, մյուս կողմից ունենք ակնհայտ կողմնակալ վերաբերմունք դեպի Հայաստան։ Ոնց է, ինչի՞ց է։ Ես կարող եմ միայն իմ կարծիք ասել, իմ կարծիքով դա հատուկ մշակված քաղաքականություն է, միգուցե անգամ ես ենթադրություններ ունեմ, որ մեր պետության կողմից է անգամ միգուցե ինչ-որ բան ներդրված, որ ավելի դժվարանա այդ վիզա գործընթացը, որովհետև եթե կհիշեք, ասի պատերազմից հետո է սկսել այդ դժվար իրավիճակը եւ այդ շատ մերժումները, միգուցե եւ դա ինչ-որ միգրացիայի կանխարգելման միջոց է հանդիսացել, որովհետև պատերազմից հետո, գիտեք, միշտ արտագաղթը ավելի մեծանում է թվային տեսքով ու իմ կարծիքով դա արհեստական ստեղծված խնդիրներ են մեր քաղաքացիների համար։ Իսկ միգուցե սա նաև նախընտրական բնույթ ունի, այսինքն եթե հիմա բարդ է ստանալ վիզան, այս իշխանությունը գալիս ասում է, ինձ կընտրեք եւ կլինի
վիզաների ազատականացում, ապա քաղաքականացվում է, հա, այս ոլորտով մարդ արդեն գնում է ընտրության, այնքանավոր վիզաների ռեժիմը դուրս գա։ Նայեք, ես չեմ ուզում խոսալ քաղաքական տեսանկյունից, բայց պարտավոր եմ ասել, բնականաբար հասկանալի է, որ սա նախընտրական քարոզարշավի մաս է կազմում, որովհետև վիզաների ազատականացումը, այդ խոսակցությունը, համագործակցությունը ԵՄ-ի հետ դեռ սկսել է 2014 թվականից։ 2014 թվականին առաջին խոսակցությունն է եղել այն մասին, որ Հայաստանը, Եվրոմիությունը պետք է վիզաների դեպի ազատականացման գնան, այնտեղ կան հստակ կետեր, որոնք պահանջվում է ԵՄ-ի կողմից, ու որքանով որ տեղյակ եմ, այդ կետերին մենք չենք համապատասխանել ու դեռ չենք համապատասխանում, որ ասում են գնում ենք վիզաների ազատականացման, ընդհանրապես գործողությունների ծրագիր է տրվել Հայաստանին, թե Հայաստանը ինչ գործողություններ պետք է անի, որից հետո ԵՄ-ն կդիտարկի արդյոք կազատականացնի վիզան, թե ոչ։ Դա այն ինչ որ ասում են, դա ոչ մի տարվա խոսակցություն է, ոչ 2 տարվա խոսակցություն է, այսինքն դա առնվազն մի 20-30 տարի դեռ կարա տևի մինչև գանք վիզաների ազատականացման։ Նայեք, այնտեղ պարտադիր կետերից է, որ պետք է Հայաստանի քաղաքացիները նույնականացման անձնագրեր ունենան, նույնականացման քարտեր ունեն, բիոմետրիկ, այո, անձնագրերը, բայց եկեք նաև խոստովանենք, որ մենք բիոմետրիկ անձնագրեր շատ վաղուց ունենք, բայց վերջին մի քանի տարին մեզ չեն տրամադրում, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես բիոմետրիկ անձնագրի թուղթ անգամ չի կարողանում ներմուծել, որ քաղաքացիներին տրամադրի։ Իմ բիոմետրիկ անձնագիրը 2 տարուց ավարտվում է ու ես չեմ կարողանում իրեն հիմա փոխել, իր մեջ ես բավականին շատ ճամփորդում եմ, տեղ չկա այլևս, որ վիզաներ խփեմ, ուզում եմ փոխեմ իմ բիոմետրիկ անձնագիրը, բայց չեմ կարող, որովհետև չունենք թուղթ, որ ձեզ բիոմետրիկ։ Այո, բայց հիմա այդ պահանջներից մեկն է բիոմետրիկ անձնագրերի տրամադրումը ՀՀ քաղաքացիներին։ Այդ ազատականացման պայմաններից մեկն է, որպեսզի ներգաղթյալ մարդկանց հետ, հա, այսինքն միգրացիայի միգրանտների հետ ավելի լավ պայմաններ տրամադրվի իրենց, բայց սա քաղաքական հարցեր է, որի մասին չեմ ուզում խոսեմ։ Ես ուղղակի ուզում եմ խոսել մեր զբոսաշրջային տեսանկյունից, հա, վիզաների գործընթացի մասով։ Դեռ շատ երկար տևելու է մինչև վիզաների ազատականացմանը մենք հասնենք։ Ու այս պահին դրա մասին խոսելը ուղղակի անիմաստ է։ Այս պահին մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք։ Մենք ունենք խնդիր, որ մարդիկ, ովքեր ունեն շատ լավ պատմություն, ճամփորդական, ովքեր ունեն այստեղ իրենց բիզնեսները, գործը, հա, ստաբիլ, ընտանիքը, ամեն ինչը, բայց այդ մարդիկ դիմում են վիզայի ու մերժում են ստանում։ Ու չեն ստանում որևէ մի բացատրություն, այ մերժումը ինչի պատճառով եղավ։ Մի հատ փոքրիկ կետ են նշում, վստահություն չեք ներշնչում։ Այդ որտեղ, որ կետով չենք ներշնչում վստահությունը։ Բայց հետո աղմուկ են բարձրացնում ու վիզան ստանում են։ Այո, ու հետո բայց երբ որ դու աղմկում ես, ասում ես դե մի հատ ցույց տուր, այդ որ կետով չեմ համապատասխանում։ Չէ՞ որ այդ վիզա գործընթացի համար դուք ունեք հստակ նշված ընթացակարգ։ Ասում եք, մեզ ներկայացրու քո ֆինանսական վիճակը, մեզ ներկայացրու, որ դու աշխատանք ունես, մեզ ներկայացրու սա, ու եթե քեզ մոտ ամեն ինչ լավ է, մենք քեզ վիզան կտրամադրենք, բայց մարդիկ ներկայացնում են ու մերժում են ստանում։ Տեսեք, կա կոնցեպտ, վստահաբար լսած կլինեք, Գագիկ Ծառուկյանի կոնցեպտն է, որը կոչվում է առաջարկ Հայաստանի, այսինքն ինքը ինչ է ենթադրում, ինքը ենթադրում է, որ տարբեր ոլորտներում տեղի ունեցած process-ները եւ խնդիրները լուծելու համար լուծման եղանակները պետք է դուրս գան եւ լսելի դառնան հենց անմիջապես այն մարդկանցից, ովքեր այդ ոլորտներում ներգրավված են։ Խնդիրը կա, այո, խնդիրը դուք լինելով բացի նրանից, որ տուրիստական ոլորտում, հա, ունեք ձեր ամագը, ձեր բիզնեսը եւ այլն, բացի դրանից հաշվի առնելով, որ դուք նաեւ ֆեդերացիայի նախագահ եք զբոսաշրջության, այսինքն կոնտակտի մեջ եք շատ ձեր գոլեգաների հետ։ Կա արդյոք տարբերակ, հա, կամ որոշում,
կամ առաջարկ միգուցե, որովհետև ձեր կողմից, հա, որովհետև այո, խնդիրը պետքա լուծվի, եկեք սենց ասենք, էլի ամեն մարդ չի որ գնում մնում է եւ մենք ունենալով շատ մեծ սփյուռք, ունենալով բարեկամներ արտասահմանում, այո, մեզ համար կենսական խնդիր է ի վերջո շփվել եւ հարաբերվել մեր բարեկամների հետ։ Ինչպես եք տեսնում այդ լուծումը։ Եթե հիմա չկա լուծում, ոչինչ կարելի է, սա վերջին մեր հաղորդումը չի ու վերջին բանը չի, բայց կան ելքեր, կան տարբերակներ։ Մենք այս պահին, այո, մեր ոլորտով հանդիպումներ ունենում ենք, քննարկում ենք, փորձում ենք հասկանալ, հա, ինչ լուծումներ կկարողանանք գտնել կամ ինչ եզրեր համագործակցության։ Կարող եմ մի տարբերակ ասել, օրինակ ասել, որ լավ կլիներ դեսպանատները, վիզա կենտրոնները ինչ որ կերպ ոչ թե համագործակցեին, այլ գոնե թե տուրիստական ընկերություններին ուղղորդեին ճիշտ, չգիտեմ, ռազմավարության մեջ, հա, օրինակ ինչը կարար պատճառ հանդիսաներ մերժումների։ Օրինակ մի հատ տենց լավ օրինակ ունեցել ենք Ամերիկայի դեսպանատան հետ, երբ Ամերիկայի դեսպանատունը զտելով, տեսնելով ովքեր են հիմնականում Ամերիկայի դիմումները լրացնում տուրիստական ընկերություններից, հատուկ հրավեր էին արել Ամերիկայի դեսպանատուն, մանրամասն ներկայացրել էին, հա, թե իրանք ինչին են ուշադրություն դարձնում, ինչը կարող է հանդիսանալ մերժման պատճառ, այ թղթաբանության մեջ ինչը ոնց անել, որ մարդիկ անտեղի մերժումներ չստանան ու բնականաբար դա շատ ավելի հեշտացնում է թե տուրիստական ընկերությունների գործունեությունը, թե հեշտացնում է մեր քաղաքացիների համար վիզա ստանալու process-ը։ Բան չունեմ ասելու, հա, իրանց կայքերում ինչ որ բաներ գրած կան, ինչ որ մեր փորձից ելնելով մենք ինչ որ բաներ հասկանում ենք, օրինակ այս թուղթը պետք է դնել, այս թուղթը պետք չի դնել, սա պետք է նշել, նա պետք չի նշել, բայց այդ փոխհարաբերությունը տուրիստական ընկերությունների, վիզա կենտրոնների եւ դեսպանատների միջև չկա։ Իրանք այսպես մի հատ պատնեշ են ստեղծել, ասեմ ավելին, շատ ժամանակ ասում են մի դիմեք տուրիստական ընկերությունների, մենք միևնույն է իրենց հետ չենք համագործակցում, դուք ինքներդ եկեք մեզ դիմեք, բայց իրանք չեն էլ պատկերացնում, որ այդ դիմող մարդկանց 80%-ը չի կարող դիմել ճիշտ ձևով, եթե չդիմի տուրիստական ընկերության, որովհետև մարդիկ այդ ամենի մասնագետը չեն, մարդիկ պարտավոր չեն այդ բոլոր ընթացակարգերը իմանալ, բոլոր կետերը ուսումնասիրել, այսինքն ես դա իմ սիրած արտահայտությունն է, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի։ Անշուշտ, իսկ ասես մի հարց, հա, միգուցե մի քիչ պրովոկատիվ հարց կլինի, իսկ վիզա ստացողների որ քանակն է օրինակ խախտում վիզային ռեժիմները եւ օրինակ մնում այնտեղ կամ խախտումները մոտավորապես հայ ազգությամբ հայ այսինքն քաղաքացիները վիզաները ստանում են վստահաբար կունենան չէ տվյալներ ու չեմ ասի հստակ բայց մոտավոր պատկերացումներ չունենք այո բայց կարծում եմ 10-ից 15%-ը խախտում են դա բավականին բարձր ցուցանիշը 10-ից 15%-ը յուրաքանչյուր դեպքում կարծում եմ, որ այո, համաձայն եմ ձեզ հետ, ինչ վերաբերում է հայկական կողմին ինքը պետք է մաքսիմալ, հա, թեթևացնի, դյուրացնի քաղաքացու համար բոլոր այդ process-ները, որտեղ այո, քաղաքացին պարտավոր չի իմանալ այն, ինչ պետք է իմանա, օրինակ մասնագետ, օրինակ Ալինա Պետրոսյանը կամ, հա, վիզա կենտրոնի աշխատողը։ Եվ այո, հենց օգտագործելով առիթը վիզա կենտրոններին հենց հիմա դիմում եմ եւ այո, մի քիչ շտկեք ձեր աշխատանքը շատ པարզ պատճառով, անես չէ՞ էլի մարդիկ, հա, հասկանում ենք ճարահատված գնում են ձեր դուրը պայմանական, բայց տեսեք, մենք ունենք մի իրավիճակ, որի պայմաններում տուժում է ով։ Տուժում է քաղաքացին։ Տուժում է մի մարդ, ով այո, իր ժամանակը, ռեսուրսները, նյարդերը դնում է եւ փորձում է հասնել ինչ-որ մի բանի։ Այդ բյուրոկրատիայի մասին եմ ուզում խոսալ, որ նույն այդ վիզա գործընթացների բյուրոկրատիան, հա, այդ մեծ քանակի թղթերը, որ մենք հավաքում ենք, որ քաղաքացիները տանեն հանձնեն, էկոլոգիայի տեսանկյունից էլ վնաս, հա, այդքան ծառեր ենք հատում թղթաբանության համար, այդ ամենը կարելի է անել on-line տարբերակով, այսինքն ընդհանրապես
հանել մեջտեղից, թե վիզա կենտրոնները, թե չգիտեմ, մարդկանց այդ հերթերին սպասելը, գնալ գալը, ունենան մի հատ process, օրինակ բերեմ, չգիտեմ, Մեծ Բրիտանիայի օրինակը, հա, մենք ինչ ենք անում, մտնում ենք on-line լրացնում ենք դիմումը, կցում ենք բոլոր փաստաթղթերը on-line տարբերակով եւ վերցնում ենք նախապես վճարում ենք ժամադրության եւ վիզայի համար եւ քաղաքացուն միայն մնում է տանել հանձնել իր անձնագիրը եւ ուղիղ 14 օր հետո ու վատագույն դեպքում 3 շաբաթ հետո ստանալ իր անձնագիրը հետ ու դա բավականին հեշտացնում է վիզա գործընթացը դա էլ է լուծում Շնորհակալություն Տիկին Պետրոսյան հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ որ այսօր Աբովյան Թոլքը վարեցինք զբոսաշրջության, նորարարության եւ զարգացման ֆեդերացիայի նախագահ Ալինա Պետրոսյանի հետ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ինչպես խոստացել էինք, հաղորդման երկրորդ մասում կխոսենք տրանսպորտի մասին, Ալչիշտյան ահավոր իրավիճակի, որը ստեղծվել է տրանսպորտի շուրջ։ Եվ զրուցելու ենք քաղաք Երևանի ընդդիմադիր ավագանի Արամ Թորոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան։ Պարոն Թորոսյան, տրանսպորտով եք եկել հաղորդմանը։ Ամենայն ու շատ էի ուզում, բայց քանի որ սկսեցի ուշանալ, չէ։ Բայց ես շատ հաճախ երթևեկում եմ տրանսպորտով։ Ես էլ պարբերաբար հասարակական տրանսպորտ եմ նստում, մետրո եմ նստում եւ ասեմ ձեզ մի բան, տեսեք, չեմ ուզում այսօրվա մեր զրույցը լինի զուտ ընդդիմություն, իշխանություն եւ դնում եմ մի կողմ, էլի։ Ես ուզում եմ հասկանամ մի բան։ Երբ որ այսպես կոչված տրանսպորտային բարեփոխման այդ հարցերը եկան, տրանսպորտի թանկացում եւ այլն, հենց այսօր եթե հասցնենք կարմիր գծերից էլ կխոսանք, սա այն թեմաներն են, որոնց մասին մարդիկ, հա, ուղղակի ահազանգում են, ինձ են, վստահաբար ձեզ են ահազանգում, գրում են, այնքան են խոսացել այս նոր ավտոբուսների առավելության մասին, որ տպավորություններ ոնց որ յուղ ու բրինձ են բաժանելու այդ ավտոբուսներում եւ մարդիկ պետք է երջանիկ լինեն, որ տրանսպորտը թանկանում է, որովհետեւ սրանից հետո այդ ավտոբուսները լինելու են, չգիտեմ, լիմուզին, sense ներողություն, այլ կերպ չեմ կարող ձևակերպել։ Դե լավ, հասկացանք, թանկացումը ինչ որտեղ բացատրությունը տալիս են, որ այո, գոյություն ունի օբյեկտիվ պատճառներ, վառելիքի թանկացումը, տրանսպորտային պարկի փոփոխությունը եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց պարոն Թորոսյան, ահա որ վիճակը, ընդ որում վիճակը ավելի վատացավ, երբ որ կային այսպես կոչված, հա, ինչ էին անունը դրա ինչ-որ գազելներ, հա, տենց մահվան գազելներ էին ասում, ինչ էին ասում, ի՞նչ է կատարում առհասարակ, ինչի համար այս sense վիճակը, սա ամենօրյա վիճակն է մեր մոտ։ Պիկ ժամերին իհարկե այսպիսի վիճակ է եւ շատ տխուր է, որ նման վիճակի ենք մենք, չի լուծվում այդ հարցը։ Ոչ պիկ ժամերին միգուցե ավելի թեթև է եւ այլն թեթև է վիճակը, բայց ամեն դեպքում մարդիկ դժգոհում են վստահաբար եւ այն պատճառաբանությունները, որ բերվում էր թանկացման հետ կապված, ես նաեւ նշեմ, որ թանկացումը նախատեսված էր փաթեթները մի կողմ դրենք, եթե մեկ ուղևորություն էր զուտ մեկ ուղևորություն, մարդ փորձեր նստել, նախատեսված էր իշխանության կողմից, որ լիներ 300 դրամ եւ ընդդիմության, ամբողջ ընդդիմության, իրական ընդդիմության եւ մասնավորապես Հայկ Մարությանի կողմից ուրեմն նախաձեռնած այդ ստորագրավակի շնորհիվ իմ խորին համոզմունքն է, որ դրա պատճառով, որ տեղի ունեցավ այն փոփոխությունը եւ մեկ ուղևորություն ֆիքսվեց որպես այդպիսին եւ գինը դարձավ 150 դրամ, բայց ինչևից է այն նպատակը, որ դրվում էր, բարձրացնենք, որովհետև ավտոբուսները նոր են, մենք պետք է շատ գնենք եւ այլն։ Փաստացի մենք չենք ստացել այդ արդյունքը, որի մասին որ խոսում էր իշխանությունը։ Ես
եւ քանակական եւ այն ամբողջական ստրատեգիական ծրագրի շրջանակում, որ նախատեսվում է WIG, որ դեռ վաղուց այդ ծրագիրը կամ այդ հաշվարկները արված էր, դրա կողմից նախանշված այդ ծրագրում նախանշված արդյունքներին չենք ասա եւ քանակական առումով ավտոբուսների այո գնումներ գնում են, բայց կիսատ է, երկար է եւ միշտ իշխանությունները պատճառաբանություն ունեն, ինչը չստացվեց։ Այսինքն ասում են մի բան պետք է լինի կստացվի, հետո որ ասում ես բայց երբեք չստացվեց, որովհետեւ չստացվեց։ Ու սկսում են պատճառաբանել։ Այսինքն պատասխանատվության զգացում, որ վայ կներեք չգոնե չստացվեց։ Նման բան մենք երբեք որևիցե հարցում կառավարման համապետական թե համայնքային չենք լսել։ Դուք լսել եք, որ ասեն հարգելի հայրենակիցներ, ներողություն ենք խնդրում, որ չստացվեց կամ որ սենց բաներ կան, հարմարություններ կա եւ այլն։ Լսում եմ հիմնականում, որ բոլորը մեղավոր են, բացի իրանցից։ Այդ միշտ տենց մոտեցում կա, ինչևից է, բայց տրանսպորտի հետ կապված, տեսեք, քանակային առումով պետք է ավելացնել, հետո ես դες ասեմ, որ այս վերջի խմբականակը տրանսպորտ ավտոբուսների հատկապես, որ հասել են Երևան, չինական արտադրության, նրանց ձայնը շատ աղմուկը շատ է այդ ավտոբուսից գալի, դա էլ է խնդիր։ Մեր քաղաքը աղմկոտ քաղաք է եւ երթևեկության ընթացքում անկախ քեզանից այդ աղմուկի զոնայի մեջ ես լինում եւ դա նյարդայնացնում ամբողջ ուրեմն երթևեկությանը ընթացքը, հա կոնկրետ ավտոբուսների հետ, եթե դուք եւ ոչ միայն տրանսպորտի առհասարակ մենք մետրոից էլ պետք է խոսենք, չէ՞, մետրոն շատ կարեւոր բան է։ Կարևորագույն։ Իհարկե, եթե մենք համեմատենք մինչ 2018 թվական եւ 2018 թվականից հետո տրանսպորտային այդ վիճակը, կոնկրետ ավտոբուսների, տրոլեյբուսների վիճակը, թեև տրոլեյբուսներ դեռ կան հին, բայց կամաց դրանք էլ դուրս կգան։ Շատ մեծ քայլ կա առաջ, բայց այն էֆեկտիվությունը չի կառավարման, որը թույլ կտար լուծել ամբողջ հարցը։ Հիմա ասում են 100% վերջի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ասեցին 100% նախատեսվածից, ավտոպարկից դուրս է եկել, այսպես ասենք, գիծ, այսինքն երթևեկել են։ Եթե 100% ու այսպիսի վիճակը գնալով ավելի շատ են մարդիկ բողոքում, որ չեն կարողանում նստել, շատ հրմշտոցա, բրտբրտոց շատ տենց այս վիճակն է, որ ձեզ մոտ ցուցեք տե, դա լավ չի։ Այսինքն ինչու՞մն ենք մենք կանգնել, ինչա դանդաղում։ Կարողա դուք պլանավորելուց սխալ եք պլանավորել գնումները, ավականու հատկապես ընդդիմադիր շրջանակի հետ երբևէ նման հարց չի քննարկվել, երբևէ նման կամ խորհրդակցության այսպես ասենք կազմակերպման հարցում իրենց կողմից բան չի եղել, հա, որ միա ձեր խորհուրդն էլ իմանանք, ոնց անենք, ոնց չանենք։ Ամբողջ մեր դիտողությունները, առաջարկները դա ընդունվում են, ընկալվում են իբրև, չգիտեմ, ինչ որ անձնական նկրտում, վիրավորան կամ չգիտեմ ինչ եւ այդպես չի կարելի աշխատել։ Եթե դու միանձնյա ես որոշում նման հարցեր, ուրեմն դու էլ միանձնյա պատասխանատու ես։ Եվ տեսեք, ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, պատասխանատվության հարցը, նաև հարկ եմ համարում շեշտել, որ տրանսպորտի թանկացման հետ կապված, եթե չեմ սխալվում, ճիշտ նկատեցիք, իրական ընդդիմադիր ավականիները ոչ միայն ձեր ֆրակցիան, այլ նաև հարակից ֆրակցիաները որքան էլ ունենայի քաղաքական տարաձայնություններ, այնուամենայնիվ ոնց միասին է գործում եւ այստեղ պետք է ֆիքսենք, բայց այստեղ տեսեք զուգահեռ գործում ենք։ Ես ինչի համար եմ սա ասում, մենք ունենք խնդիր։ Քաղաքացուն, ով հիմա մեզ նայում է, իրեն բնավ հետաքրքիր չի իշխանական, ընդդիմադիր ավականին, դե ինչ են իրանք ասում, ոնց են ասում, ինքը ասում է հետեւյալը։ Ժորժ ջան, տրանսպորտը թանկացել է եւ վատացել է։ Խնդիրը ավտոբուսի որակի մասին չի խոսքը գնում։ Դու կարող ես 10 հատ շատ գեղեցիկ ավտոբուս բերես, բայց եթե 10 հատ ավտոբուսի մեջ այս իրավիճակն է, որը մենք տեսնում ենք մեր, հա, մոնիտորի վրա, ապա քանի կոպեկ արժիք ու բերածը։ Այստեղ խնդիրը դրանում չի, խնդիրը նրանումն է, որ վստահաբար, եթե չեմ սխալվում, կային ձեր կողմից, այսինքն ավականու անդամների կողմից, հա, առաջարկներ, որ այս իրավիճակը շտկվի, այսինքն
հա, օրինակ նույն երթուղային պլանների վերանայում, տրանսպորտի ոչ թե քաոտիկ ավելացում, հա, այլ համակարգված, սա գիտություն է, ուրբանիստիկան գիտություն է, ներողություն եմ խնդրում։ Չի եղել քննարկում, նստեք, խոսակ, ասեք այ Ժորժ ջան, էսա ճիշտ է, էսա դուք ձեր վրա գրեք, ոչինչ, կարևորը քաղաքացին նորմալ լինի։ Իրենց կողմից նման առաջարկներ չի եղել, մեր կողմից առաջարկներ եկել են, բայց մեր կողմից առաջարկը վերաբերվում էր հետևյալին, որ մենք նստենք, նախ հասկանանք ուրեմն հաշվարկը, որը որ կա է WIG տենց ուսումնասիրություն է եղել, հա, եվրոպական կազմակերպության կողմից, այդ ուսումնասիրության արդյունքում ինչ որ առաջարկներ են եղել, քանի մետրանոց ավտոբուսներ, քանի հատ, քանի փոքր ավտոբուսներ եւ այլն։ Ինչևից է դա իրագործման ընթացքը արագացնելու մասին էր խոսքը եւ նաեւ մենք խոսում էինք, որ դուք միջև չլավացնեք որակը, պետք է չի թանկացնել, իսկ լավացման որակի հետ կապված մենք ունենք մի քանի հարցեր, մենք չգիտենք բացարձակապես, ես դες ասեմ, ինչպես է տեղի ունենում օրինակ այն ֆինանսական հոսքերի կառավարումը ներսում օրինակ բաների, հա, պայեստամասերի գնման հետ կապված, ներքին մենեջմենտի հետ կապված։ Ո՞նց է չունեք ինֆորմացիա։ Դե բա այդ ինֆորմացիան կարող ենք հարցնել, ինչ որ բան թղթով կգրեն, բայց պետք է մտնել այնտեղ ամբողջությամբ ստորագրել, այնտեղ քրեական գործեր կա դրա հետ կապված մի քանի տարվա, որոնք որ սենց սառեցված վիճակում են, այսինքն տրանսպորտային համակարգ ասվածը դա պետքա ես կարծում եմ, որ ոչ թե իշխանություն, ընդդիմություն, այլ քանի որ դա շատ կարևոր հարց է հանրության համար, պետք է նստել բոլորով, մտածել, քննարկել, համաձայնել, տալ լուծում։ Այդ լուծումները մենք չենք տեսնում, մենք տեսնում ենք, որ ինչ որ որոշումներ են կայացել եւ քաոտիկ է, ձեր ասացի պես կառավարումը մի տեսակ քաոտիկ է, որ լսես, կասվի, իհարկե մտածված բան, բայց չի համապատասխանում հայտարարվածին իրականությունը։ Չկան այն, մենք նկատել ենք օրինակ մի օր, որ Yandex քարտեզով ամենայն ազնվությամբ գնում է ավտոբուս Yandex քարտեզի մեջ, բայց այդ ավտոբուսը չկա։ Ոնց։ Տենց, չգիտեմ այդ ոնց ալնում, կամ ասենք ինքը գնում է, բայց Yandex քարտեզում չկա։ Ինչ որ սենց բաներ կա, սփոյեր կա, այդ տեխնիկական այդ ամբողջը պետքա հասկանում եք, այդ շատ ավելի լուրջ աշխատանք է, որ մենք հիմա ցավոք անմասն ենք, մենք իհարկե պայքարում ենք, իհարկե խոսում ենք, բայց այդ վիճակը, որ հիմա է, ինքը շատ տխուր է։ Մետրոյի հետ կապված ես վերադառնամ մետրոյին, նախ մենք պետք է հասկանանք, իրանք հիմա ասում են ծրագիր, որ մենք մեքենաները պետք է ուրեմն որոշակի սահմանափակումով սահմանափակենք մեքենաների շարժը, երևի նկատի ունեն այն պրակտիկան, որ օրինակ եվրոպական որոշ մասերում իրական մասնավոր մեքենաների շարժը Երևանում։ Հա, այն իմաստով, որ օրինակ կա տես պրակտիկա եվրոպական երկրներում, չգիտեմ, զույգ համարներով պետ համարի մի օրա կենտը, մի օրա եւ այլ, այսինքն որ շարժը մասնեն եւ մեկ ժողովուրդը գնա դեպի ավտոբուս։ Տրանսպորտի հարցը լուծել է։ Հենց այդ է խնդիրը, եթե դու դա չլուծես, քանակը, այսինքն եթե տրանսպորտ դու առաջարկ եթե տաս, հենց հիմա առանց սահմանափակելու առանց բանի, եթե տրանսպորտի քանակը հերիքի ճիշտ մտածվի, հենց դա լինի առաջնահերթություն, այն ամենաառաջնահերթությունը, հենց իշխանության համար գումարներ այս կողմ այն կողմ անիմաստ չմսխվի եւ ամբողջը գնա հենց այս հարցի լրացուցիչ ծախսերը, որ արվում են, գնան հենց այս հարցը լուծելուն, շատ մարդիկ մեքենաները կթողնեն, կնստեն տրանսպորտով կերթևեկեն, որտեղ մեքենան այսօր Երևանում հատկապես մի քանի համայնքում սկսած կետրոնից վարելը գլխացավանք է։ Ես միանգամայն համաձայն եմ, ես էլ կնստեմ։ Ահա, հիմա եթե մենք այդ էինք ասում, ասում ենք եկեք այդ ամբողջը այդ պայմանները ստեղծենք այդ մարդկանց համար։ Գնման պլանը, քանակը ինչի է, մենք շատ ցայտուն օրինակ է, ես ունեմ ես դեռ անցյալ տարի հարցում եմ արել, ինձ ասել գրվել էր պատասխան, որ 25 թվականին պետք է 73 միլիարդ, եթե չեմ սխալվում, ուրեմն դրամ տրամադրվի կառավարության կողմից Երևանի մետրոպոլիտենին, որի շնորհիվ նաև կգնվի իլրում են մնացած ծախսերի 45 վագոն, որտեղ իմ հարցման բուն նպատակը այն էր, որ երբ են մեր բաները,
ուրեմն մետրոյում լինելու է 3 վագոն մի գնացքին, հա, մի սաստավի հետ կպած, այլ ոչ թե 2։ 2 դա ուղղակի ծիծաղելի է, դա լուրջ չի, շատ լուրջ։ 3-ն էլ այդքան լավ լուրջ բան չի, բայց գոնե կմեղմեր իրավիճակը։ Այդ պատասխանել են, բայց այս տարի պարզվեց, որ մետրոյին տրամադրվող գումարները պետք է տրամադրվեն տրոլեյբուսներ գնելու, նոր տրոլեյբուսներ գնելու։ Okay, բայց դրանով եւ նա էր պետք անել, եւ նա է պետք անել, այսինքն դուք ունեք համար 1 խնդիր տրանսպորտի։ Զուգահեռ ճիշտ է, կասեք, որ բժշկական կենտրոններ ենք ուրեմն վերանորոգում կամ լավացնում, իհարկե արվում է, դպրոց, մանկապարտեզ արվում է, հիմա չխորանանք այնտեղ նյուանսներին, բայց ընդհանուր առմամբ արվում է, բայց այս հարցին այն լրացուցիչ ծախսերը, որոնք որ կարելի էր խնայել եւ ուղղել հենց այս հարցի ավելի արագ լուծմանը, շատ լավ կլիներ, որ տես լուծեին։ Նա տեսեք, մենք խոսեցինք տրանսպորտի մասին։ Հիմա տրանսպորտի խնդիրը լուրջ է։ Շատ։ Տրանսպորտի խնդրի լուծման համար պետք է ձեռնարկվեն քայլեր։ Մենք կարող ենք, պարոն Թորոսյան, միասին նստել եւ երկար քննարկել ինչ վատա վիճակը։ Եկեք քայլերից խոսենք։ Քայլերը ինչպիսին պետք է լինի։ Կոնկրետ հիմա ձեզ հիմա նայում են մարդիկ, ովքեր ասում են ճիշտ է, մենք չենք վիճում։ Որ վատ է։ Հա, դե ոնց վիճեն։ Ներողություն։ Այմիջալոց, եթե ինչ-որ մարդիկ կան, ովքեր կընդդիմանան մեր խոսքերին, խորհուրդ կտամ ձեր հարմարավետ մեքենաներից դուրս գաք, գնաք ժամը 6-ին, օրինակ չգիտեմ, Հալաբյան փողոց, մի հատ կանգառում կանգնեք, փորձեք Հալաբյանից գնալ դեպի օպերա։ Չէ, անենք այդ կամ հակառակը։ Հա, կամ հակառակը։ Հիմա տեսեք։ Ելքը ո՞րն է։ Ելքը ծախսերի, ուրեմն տրանսպորտի հետ կապված եւ ոչ միայն մաքսիմալ օպտիմալացնումն է եւ արագընթաց ելքերից մեկը գնումն է շարժակազմերի, հետևաբար դրանից ելնելով արդեն դուք կարողանաս չվացուցակը ճիշտ ավելի ընթացիկ կազմակերպել եւ միևնույն ժամանակ, այո, մասնավոր մեքենաների հետ կապված հնարավոր են որոշ ինչ-որ լուծումներ, սահմանափակման եւ պրիորիտետ, այսինքն նախապատվություն տալ տրանսպորտային միջոցներին, ինչը որ որոշակիորեն արվում է, առանձնացված գծեր եւ այլն, բայց դա փաստորեն չի օգնում, որտեղ մեքենաների քանակը շատ է, տրանսպորտինը ոչ այնքան եւ այդ խցանումներն ա լինում եւ չվացուցակն չի աշխատում, այսինքն եթե դու հայտարարում ես այդ լուծումները, որը որ թղթի վրա շատ լավ հնչում են, առանձնացված գծեր կունենան եւ այլն, պետքա շատ ավելի պրակտիկ եւ շատ ավելի լավ անես։ Այստեղ խնդիրը միայն այն չի, որ միգուցե չեն ասում, որ լավ բան, ինչ լավ, չեն ասում լավ մտքեր։ Հարցի խնդիրը այն է, որ չի իրականացվում որևէ այդ լավ մտքերը իրանց ամբողջ բանը։ Լուծումը այն է նաև, որ այո, պետքա ինչ որտեղ ոչ թե սենյակներից, կաբինետներից այդ ամեն ինչը կառավարի, ես չեմ ասում, որ գիտեք, չգիտեմ, սաղ պետքա թողնել ու գնալ հենց կանգառում կանգնել, չվացուցակազել, չէ, բայց ավելի առօրյա ասենց թևերը պետքա կշտես մեր քաղաքային վիճակի ասել, որ չես կարող միայն կոնցեպտուալ լավ մտքեր ասելով կառավարել քաղաքի այս ամբողջ պրոբլեմատիկան։ Դու պետքա մտնես մեջը, գնաս, օրինակ ինչու ոչ։ Թող պարոն քաղաքապետը մյուս ամբողջ շաբաթը, մի շաբաթ, շատ չէ։ Մի շաբաթ թող գնա Երևան ավտոբուսից կառավարի քաղաքը։ Ընդեղի գրասենյակից ու ամբողջ գործընթացը ներսից իմանա։ Իր տեղակալները չէ։ Որոշ տեղակալներ չեն տիրապետում շատ հարցերին։ Թող գնան այտենց, այսինքն մենք այդ սիստեմի հարցը, չէ։ Թող գնա դա այտենց անեն։ Թող գնան, համ էլ հասկանանք, օրինակ Երևան ավտոբուս ՓԲ-ի ասենք ղեկավարությունը արդյոք ճիշտ է լավ է կառավարում, ոնց ընդհանրապես ընդ կառավարումը լինում։ Մենք գնում ենք, հասնում ենք ընդ, մեկ էլ պարզվում է, որ մենք կամ մեր գոլեգաները, որ այդ օր ինքը ընդեղ չի, դուրը փակ է, կապ ես հաստատում, փորձում ես ինչ-որ խոսել, հա, կապը հետադարձ լինում է, բայց տենց այնքանավոր։
Գիտեք ինչպես է, օրինակ ինչ ես կարող եի անել, կամ ինչ կառաջարկեի։ Ես օրինակ նույն հավաքանիներից մի քանի ինչը ես իդեպ էսա փորձելու եմ առաջարկել, տեսնեմ, հավաքանուց ամենախմբակցությունից 3-4 հոգի թող հավաքվեն, գնալ ամբողջ այդ տրանսպորտի վարչության ղեկավարի հետ, պրոֆիլային փոխքաղաքապետի հետ, Երևան ավտոբուսում, շրջայցերով, դուրս գալով, առավոտյան գնալով, տեսնելով, մարդկանց հետ խոսելով, ավտոմեքենաների հոսքերը հաշվելով, այդ մանրամասն խորանանք այդ թեմայի մեջ, բայց կազմակերպված համակարգով, այսինքն հավաքանու ամբողջ ինստիտուտով, ոչ թե մենք առանձին, մեկ առանձին, մի հոգի չի փակի այդ ինֆորմացիան հավաքենք, իրանք ասում են մենք այդ ամբողջ ինֆորմացիան ունենք, չգիտեմ, մշակենք ծրագիր կամ մշակենք ավելի մանրամասն խոսենք եւ հետեւողական լինենք։ Եթե դա լինի ամբողջությունը ավականու բոլոր խմբակցությունները, ել չի կարա մեկը թերի անի, մեկը թերի չանի։ Բոլորը միասին պատասխանատու կդառնան։ Հասկանալի է, պարոն Թորոսյան, ցանկանում եմ այսօր նաև խոսենք կարմիր գծերից, որովհետև դա էլ մի զավեշտալի պատմություն է։ Երևանը բեռնաթափելու փոխարեն, ընդհանրապես 13 անգամ, բարձրացավ։ Կարծում եմ դա մեր հաջորդ հանդիպման թեմաներից մեկը կլինի։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան։ Ես կարելի է միա շատ կարճ ավելացնեմ կարմիր գծերի հետ, երբ որ մենք խոսում ենք տրանսպորտի թանկացման մասին, մենք ասում ենք եկեք մենք այդ ամբողջ ծրագիրը բեռնաթափման տրանսպորտի միջոցով, եթե միջև վերջ մտածված մշակենք միասին բոլորով, ճիշտ, որ մարդիկ չտուժեն այդ մեր քաղաքական տարբեր լինելուց, մշակենք, մտածենք, բան, այդ ժամանակ միգուցե կարմիր գիծը արժի 500,000 էլ տներ, բայց այն դեպքում միայն, երբ որ վարորդը կամ կամովին կհրաժարվի ավտոյով կենտրոն գալուց եւ կնստի տրանսպորտ։ Հիմա մարդիկ լրիվ հակառակն է, որտեվ շատ դիսկոմֆորտ է նստել։ Չէ, դե վստահաբար 500,000 պետք չի կարմիր գիծը։ Չէ, ես խոսքի եմ ասում, դա որպես օրինակ եմ ասում, այն առումով, որ այո, մենք տրանսպորտը պետքա ցանցը այնքան պետքա զարգացնենք, այնքան հարմարավետ դարձնենք, որպեսզի մարդիկ հրաժարվեն եւ մեքենա օգտագործեն քաղաքից դուրս գնալու համար։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան։ Հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր մեր հյուրն էր քաղաք Երևանի ընդդիմադիր ավագանի Թորոսյան Արամը։ Շնորհակալություն։ Այև խոսեցինք այդ երկու թեմաների մասին՝ վիզա եւ տրանսպորտ։ Վիզաների մասով կարելի ասել միայն հետեւյալը, որ այո, միայն կույր մարդը չի տեսնի այս ամբողջ process-ի մեջ, այսինքն այդ մերժումների, դեպի մեզ որ տանում են տարբեր պետությունների դեսպանատները քաղաքական կոմպոնենտ, որովհետև այո, անհասկանալի իրավիճակ է թե մերժումների, թե ասենց առհասարակ ընթացակարգի, վիզա ստանալու։ Պատճառը ըստ էության այո, թե ներքաղաքական է, թե արտաքին քաղաքականության հետ կապ ունի, օրինակ Եվրոպայի հետ, եթե ասենց ավելի խորացված ուսումնասիրենք, ապա Եվրոպան ունի շատ լրջագույն էմիգրացիոն խնդիր եւ ըստ երևույթի փորձում է այս կարգի գործողություններով էմիգրացիոն հոսքը ինչ որ մի ձև կառավարի տարբեր պետություններում։ Ինչ կարելի անել։ Միանշանակ պետք է դուրս գալ եւ որոշակի լուծումների, որոշակի գործընթացների նույն մեր Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների գործընկերների հետ։ Հնարավոր է դա անել, իհարկե հնարավոր է, որովհետեւ բոլոր այն պատմությունները վիզաների ազատականացման եւ այլն իրենք էլ ունեն քաղաքական բնույթ եւ ցավով եմ արձանագրում վիզաների ազատականացման process-ը, այսինքն բեզվիզը ինքը ոչ թե կիրառական եւ գործնական բնույթ է կրում, այլ կրում է միայն եւ միայն նախընտրական բնույթ։ Միայն եւ միայն, որովհետեւ նույն վիզաների ազատականացման գործընթացը ինքը այնքան երկար, բարդ եւ կապված քաղաքական իրավիճակի հետ գործընթաց է, որ շատ դժվար է հիմա ինչ որ մի բան կանխատեսել։ Նամանավանդ, եթե խոսքը գնում է Եվրոպայի մասին, մենք չգիտենք ինչ Եվրոպա է լինելու 1 ամիս հետո, 1 տարի հետո կամ 5 տարի հետո, որովհետև այնտեղ էլ բազմաթիվ խնդիրներ են եւ Եվրոպական միությունը այնքան ներքին տարաձայնություններ ունի, որ ես անձամբ շատ մեծ կասկած ունեմ կմնա Եվրոպական միությունը այն տեսքով, որով մենք իրեն հիմա տեսնում ենք կամ
որը մենք պատկերացնում ենք, թե չի մնա։ Ինչ վերաբերում է տրանսպորտին։ Տրանսպորտի հետ կապված գործընթացները այո պետք է լինեն համակարգված։ Նոր ավտոբուսներ առնելով չի, կարմիր գծերը, չգիտեմ, տիեզերական գների հասցնելով չի, սահմանափակումներով չի։ Հա, օրինակ, այսօրվա մեր հյուրը ասեց, որ այո, դիտարկվում է, առայժմ հստակ չի, պարզ չի, որոշումներ չկան, բայց այնուամենայնիվ դիտարկվում է մեքենաների սահմանափակումը կենտրոն։ Հիմա եթե մեքենաների սահմանափակումը եղավ կենտրոն, մարդիկ ո՞նց են աշխատանքի հասնելու։ Այն տրանսպորտով, հա, որը ուղակի այդ պիկ ժամին, չգիտեմ, ճանճը չի կարա մտնի այդ տրանսպորտը, ոչ թե մարդ։ Այնքան լեփլեցում է։ Ո՞վ է մեղավոր, քաղաքացիները։ Ոչ։ Քաղաքացիները ընդամենը այս պարագայում սպառող են եւ այո իշխանությունները պարտավոր են սպառողներին, այսինքն քաղաքացիներին, որոնք իրենց քվե են տվել, ապահովել նվազագույնը, նորմալ, չեմ ասում, ներողություն ասած, լիմուզիններով մարդկանց մանտակ, չէ, նորմալ, արժանապատիվ, ինչու ոչ, պայմաններ, որ մարդիկ աշխատանքից գնան տուն, տնից էլ գնան աշխատանք։ Եվ հաղորդման վերջում ուզում էի անդրադառնալ արտաքին խնդիրներին, որոնք մեր առջև կանգնած են։ Հիմա շատ ակտիվ թմբկահարվում է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է եկել, եւ դա ներկայացվում է գրեթե որպես ինչ-որ հաղթանակ։ Ժողովուրդ ջան, ինչ եք խոսում։ Նախ նշեմ, որ ոչ ոք դեմ չի սահմանները բացելուն։ Բայց դրա դիմաց մենք ինչ ենք ստանում, մենք մտածել ենք դրա մասին։ Որտեղ իմիջիալոց սա բնավ չի նշանակում, որ սահմանները բացվեցին։ Սա ընդհանրապես նշանակում է, որ Ադրբեջանը թույլ է տալիս փողով, գումարով իր տարածքով բեռներ անցնեն, որ գան ու մտնեն Հայաստան։ Դարձրել են, չգիտեմ, հռոմեական առասպելների հաղթանակ։ Ինչ միջև այդ մենք հացահատիկ չէինք ներկրում։ Կամ միգուցե հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության առանցքային մասներ Արցախը։ Այն Արցախը, ում անունը նույնիսկ հիմա վախենում են տան, որ հանգարց ադրբեջանցին չջղայնանա։ Արցախն էր ապահովում գրեթե 30-35 մինչև 40% Հայաստանի Հանրապետության հացահատիկի պաշարները։ Ինչ ենք մենք հասնում այս քաղաքականությամբ։ Ինչ ենք մենք ուզում ասել։ Եթե մենք նախընտրական տրամաբանության մեջ ենք, հիմա դնում են մի կողմ, ընդդիմություն, իշխանություն, դնում են բոլորին մի կողմ։ Բայց ներողություն, այդ նախընտրական տրամաբանությունն էլ պետք է լինի տրամաբանական, որքան էլ տարօրինակ չի հնչում, հա, այս արտահայտությունը։ Ինչ ենք խոսում։ Ադրբեջանը թույլ տվեց իր տարածքով բեռներ տեղափոխել։ Իսկ դիմացը ինչ ենք մենք տալիս։ Դիմացը ինչ է կատարվում։ Ադրբեջանը առավոտից երեկո անվանում է Հայաստանի Հանրապետությունը որպես իրենց պատմական տարածք։ Քոչվոր թրքալեզու ցեղերը Ալտայից եկել են մեր տունը հետևականորեն 100 տարուց ավել գրավում են, ու հիմա երախները բացել են մեր վերջին ամրոցի վրա, Հայաստանի Հանրապետության։ Աչքները դրել են մեր բոլորիս բնակավայրերի, քաղաքների, գյուղերի, տների վրա։ Այո, հենց սենց ուղակի։ Ձեզ սում Ադրբեջանի ղեկավարը օթում է, հա, խոսում, երբ որ օրինակ Սևանը անվանում է իրենց մտածածին թուրքերեն լեզվով։ Գոյչա էր, գեյչա էր, չեմ էլ հիշում։ Ձեզ թվում է իրենք ցնդել են, երբ որ Երևանը հայտարարում են հին ադրբեջանական քաղաք, այն պարագայում կրկնեն, որ հայտնվել են մեր տարածաշրջանում ընդամենը մի քանի 100 տարի առաջ։ Ու երբ որ մենք խոսում ենք սրա մասին, այո, մենք պետք է խոսենք դրա մասին, որովհետև իմիջիալոց sense մի թեզ էլ կա, ասում է, մի կրկնեք իրենց թեզերը, մի բերեք իրենց թեզերը հայկական դաշտի, մենք չենք բերում այդ թեզերը։
Մենք այդ թեզերի դեմ պայքարում ենք, որ ունենանք հայրենիք։ Երբ որ մեզ ասում են մի կրկնեք, գիտեք դա ինչի է նման, ոնց որ մեկը դռան դեմը կացնով կանգնած լինի, գոռա բղավի ու խփի դուռը սկսի ջարդել, դու էլ ասես տնեցքին ուշադրություն մի դարձրեք։ Սա process է ինչ որ։ Այո, բարձրաձայնել ենք եւ բարձրաձայնելու ենք բոլոր խնդիրների եւ խնդիրների մասին։ Եվ այո, Ադրբեջանը եւ Թուրքիան չեն ուզում խաղաղություն Հայաստանի հետ։ Եվ այո, չկա խաղաղություն, որը արդեն ստիպված մասնակի իշխանությունն էլ ընդունում, երբ որ ասում է դե լավ, քաղաքական առումով կոնֆլիկտը լուծվել է, չգիտես ոնց։ Եթե սա կոնֆլիկտի լուծում է քաղաքական առումով, ապա ներողություն եմ խնդրում։ Դա քաղաքական առումով լուծում չի։ Բայց այնուամենայնիվ ասում են կոնֆլիկտը քաղաքական առումով լուծվել է, բայց գիտեք, ասես բարոյական եւ հոգեբանական առումով չի լուծվել։ Բայց դա կարևորը։ Բայց իրանց հոգեբանական ու բարոյական պատկերն է, որ բերել է այսօրի մեզ բոլորիս։ Ու նաեւ մեր պատկերն է, որ մենք չգիտես ինչու հավատացած ենք ու համոզված ենք, որ Ադրբեջանը օրինակ, այնպես պարզապես օդի մեջ է անվանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը Արևմտյան Ադրբեջան։ Ու հակազդում չկա, հասկանում եք, իրականում չկա հակազդում։ Այնուամենայնիվ, մեր ամենակարևոր խնդիրը, որ մենք չվախենանք ճշմարտությունից, չվախենանք առերեսվել իրականության հետ, այլ ոչ թե ապրենք սին ու դատարկ այսպես կոչված խաղաղության պատրանքների մեջ։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում Աբովյան Talk-ներ եւ ես Արման Աբովյանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։